Դարակներն եմ մաքրում, այսօր քանի ամբողջ օրը տանն եմ, ուզում եմ նայեմ ինչն է ժամկետն անց, ինչն է հնացել, հանեմ թափեմ ու նոր առևտրել նայեք, որ չեմ նայել ու ինչքան կարմիր պղպեղ եմ առել, այս երրորդ տուփն է, այս էլ երկու հատ սև, աղացած սև պղպեղ, այս որ առևտրի գնալուց չեմ նայել ու առել եմ, արդյունքն էլ էսա, այստեղ թեյեր են, Հայաստանից բերած նվեր ստացած թեյեր, սրանք էլ անցյալ տարվանից մնացած, որ արդեն ժամկետը անցել է։ Այս տարբեր տեսակի թեյեր ունեմ, որ ձմեռը կխմենք, քույրիկս նվիրել էս թեյերը։ Հիմա սրանք եմ դասավորում, նայեմ սորտավոր եմ, էլի հին ու նոր նայեմ անեմ, ինչքան վանիլային, հա, սրանք բան են, այդ փխրեցուցիչ են, սրանք էլ են փխրեցուցիչ, նայեք ինչքան շատ կա, գոնե ժամկետը հուսամ, որ երկար է, հա 27 թվի փետրվարն է մինչև սրանց ժամկետը արդեն անցել է, առանց նայելու, տեսեք նորից առել եմ, սրանք չեմ օգտագործել, ինչևէ հիմա դարակներն եմ մաքրում, այս ներքևի դարակում բանկաներ եմ դրել, հեչ հարմար չի այս դարակը, դե որ քաշովի չեն դարակները, սենց բացել նայելով հեչ հարմար չի լինում, հեսա սրբում եմ, տեղավորում եմ, համել տեսնեմ միանգամից ինչ կա, ինչ չկա, ինչի կարիք երևի չի ասի ինչ-որ բանի կարիք, որովհետև այնքան բան ունեմ, որ մի բանից շատ առել եմ ու մնացել է։ Բարի օր սիրելի բարեկամներ, մի հատ սուրճ տնեմ խմեմ, գործիս ընդհատեմ սուրճ խմեմ, հետո նոր էլի շարունակեմ, դարակներն եմ դասավորում, ընդհատեմ մի հատ սուրճ խմեմ, նոր շարունակեմ գործս, դարակների դասավորությունը, ջուր լցրել եմ մեքենայի մեջ, էսա սուրճ էլ դնեմ, համել հարց էիք տվել կպատասխանեմ, տների գների հետ կապված հարց էիք տվել, անուշ սուրճի բույրը, սուրճ կնոջ բույրով ֆիլմ կար չէ, սերիալ կար չէ, մի հատ էլ ձեր նայում էինք, 90-ական թվերն էին չէ, եթե չեմ սխալվում, եմ որ լույս բան չունեինք, են մեր երկրի համար դժվար տարիներն էին, անկախությունից հետո, սրանք թեյեր են, այստեղ էլ եմ էլ դասավորում, տարբեր տեսակի թեյեր են այստեղ, սեղանի վրա լիքը թեյեր ունեմ, այստեղ արդեն դարակները սրբել եմ, բայց այստեղ ունեմ, այստեղ էլի բաներ կդասավորեմ ու կշարունակեմ, եղանակը այսօր, այս պահին արև է, բայց 20 աստիճան, այնքան հաճելի լավ եղանակը, նստեմ սուրճս խմեմ, հարցեր ինչ որ կային պատասխանեմ, նոր շարունակեմ գործս, 3 տուփ աղացած կարմիր պղպեղ, բայց ոչինչ շատ եմ օգտագործում, դրա համար պետք է առևտրի գնալուց առաջ սովորություն չունեմ, որ նայեմ կարող եմ միացառնարանը բացեմ նայեմ ու վերջ, այդ մյուս պահեսներս չեմ նայում, դրա համար այսքան հավաքել եմ, բայց թե ինչ արած ոչինչ կօգտագործեմ կգնա, այդպես ժողովուրդ ջան, այստեղ էլ ուրեմն անցյալ անգամ էլի հայկական խանութից կուրս եմ առել, հեսա, այս անգամ էլ հայկական խանութ գնացինք ու ես չդիմացա, տեսա այս մեծ ամանով ուրցը էլի առա, բայց ոչինչ, այս ամառվա շոկին այդքան չեմ սիրում, բայց մի քիչ որ եղանակներից հրտում է, սիրում եմ այդ ոնց որ արարողակարգ լինի իմ համար, սիրում եմ այդ թեյ պատրաստել, նստել, խմել, աշոտ այդ նստում խմում ենք, հիմա սուրճս խմեմ, նոր շարունակեմ գործս, ինձ հարցրել եք տների գների հետ կապված, թե ինչ արժեն տները մեզ մոտ, մեր քաղաքում, մեր քաղաքը դիրքը լավ է մեր քաղաքի Բրուսելի ու Գենտի արանքում է, բայց եթե համատեմ ասենք Գենտի հետ կամ Բրուսելի հետ բնականաբար գները այստեղ ավելի մատչելի են համատաբար, այս շարքով տները որ կան, ռեյհոյզ են կոչվում, շարքով տները մի քիչ ուրիշ կին են, են առանձին տները որ վիլաներ են կոչվում, նրանք ուրիշ կին են, ավելի բարձր են գները,
Շարքով տները ես միանշանակ չեմ ասում գները տների, որովհետև տարբերա բնականաբար տների գները կախված են ոնց որ բոլոր տեղերում, թե որ քաղաքում է, թե կենտրոնական մասում է, ծայրամասում է, անկաբանա այդ իրա էներգետիկ արժեքը ինչա, ասենք խնայող A, B, C, D, E, նայած ինչա, դրա հետ էլա շատ կապված, բնականաբար տան վիճակից վերանորոգված է, թե հինա, այդ ամեն ինչի հետ կապված է։ Մի քառակուսի մետրը մոտավորապես միջինը 2000 եվրո է։ Եթե օրինակ մեր քաղաքում ասենք այս շարքով տները միջինը գները կարող է տատանվեն 200,000-ից, կարող է մի քիչ ներքև էլ լինի, իհարկե ավելի ցածր էլ մի քիչ լինի, կարող է տատանվեն 200,000-ից 300,000, կախված տան վիճակից, եթե լավ վերանորոգած տուն է, բնականաբար ավելի բարձր կլինի գինը։ Երբեմն ավելի լավ վերանորոգած տուն առնել, քան մտնել այդ վերանորոգման ծախսերի տակ ու այդ գլխացավանքի տակ, եթե հատկապես տունը պետք է ֆիրմաներին տան վերանորոգելու, ասենք շատ մեծ թվեր են, կարող մինչև 100-150,000 եվրո արժենա տան վերանորոգում ասելով նկատի ունեմ են հին տները, որ պատերը մենակ թողնում են, մնացած լրիվ քանդում են ու այն ներքևից այդ ջրի, կանալիզացիայի խողովակները փոխելով, բանով ամեն ինչը վերանորոգելով կարա շատ 100-150,000 եվրո կարա նստի։ Առանձին տների գները ավելի բարձր են, հարցրել էի քրոջս տան նման տները ինչ կարժենան, առանձին տները բնականաբար քրոջս տան նման չեմ ասի, որովհետև այնտեղ իրենց հողամասը շատ է ու իրանց տունը շատ շքեղ տուն է, այստեղ երևի այդքան շքեղ տներ չեն սարքում կամ ես չեմ տեսել, չգիտեմ։ Բայց ասենք կարող է այդ մոտավորապես սեփական տեց մեծ տները, լավ տները 450-500,000 եվրոից սկսվեն։ Բայց ասեմ, որ էլի դրանց վրա գործ կա անելու, եթե ասենք լրիվ նոր սարքած տներ լինեն, որ տենց մեծ առանձին վիլաներ, տեղով ամենից սարքած, բնականաբար կարան մինչև 1 միլիոն եվրո ու ավել արժենան։ Այդպես, այդ էլ կախված, թե որտեղ է գտնվում տունը։ Այդպես, սիրելի բարեկամներ, տան հետ կապված կարծում եմ, որ ասեցի, ինչ-որ բան չմոռացա։ Այդպես մոտավորապես այդ գները ժողովուրդ ջան արդեն դե կախված, տեսեք, օրինակ այդ տան էներգետիկ արժեքը ճիշտ եմ, չի երևի հայերեն թարգմանում, կապված դրա հետ ինչի այդքան տատան, որովհետև ինչ տունը առնես, ասենք արևկող, փոխած դուռ, լուսամուտ, իզոլացրած, ամեն ինչ արած, բնականաբար այդտեղ ավելի քիչ ջեռուցման վրա քիչ կծախսվի ու ավելի ձեռք կտա, քան թե տունը առնում ես ու այդ ամեն ինչը դու պետք է անես այդ բոլոր ծախսերը ու պատկերացրեք, եթե այդ էներգետիկ բանը A-ից A1+-ից իջնում է մինչև կարծեմ E է հիմա, թե փոխել են չգիտեմ, E կամ C, D, E արդեն դրանք ամենացածրերն են, որ շատ հոսանք են ծախսում։ Դրա համար հաշվի առնելով այստեղ եղանակը, որ միշտ այսպես անձրևային ու ցուրտ է, Քսենյանը կերպ մլավում է, դուռը բացել ներս գա։ Արի պստո ջան, արի, դուռը բացեմ գնաս դուրս։ Այդպես սիրելի բարեկամներ, սուրճս խմեմ, արդեն ժամը 4-ն է։ Շարունակեմ գործս, որ հասցնեմ վերջացնեմ։ Ու իրիկունը նստեմ հանգստանամ, չնայած իմ հանգիստ տեմպով անում եմ, հանգստանալով իմ համար գործս առաջ եմ տանում, հետն մի ասում եմ փոդքասթեր եմ լսում հետաքրքիր, այնպես որ չեմ նեղվում, եղանակն էլ որ սենց լավ է, շոկ չի, այդ արդեն մեծ պլյուս է իմ համար։ Այստեղ քանի հատ ժելատին ունեմ, ագիրեն ժամկետ ունի, շան մտածում եմ մի բան սարքեմ, ես սիրում եմ ժելատին, ժելե։ Այլա ինչ-որ մրգային մի բան սարքել։ Հա, Քսենյա, արի։ Բարի երեկո, ժողովուրդ ջան։ Հազար բարի ժողովուրդ ջան։ Ժամը 8:30 է,
իրիկունը, երեկոյան 8:30 ընթրիքից հետո դուրս ենք եկել քայլենք, նայեք ինչ հասցոր եմ հետս վերցրել, Աշոտն էլա տակ հագնվել, Այսօր ցրդել է, ես ինչ համերգից են Աշոտ, թե չէ, ես հարևանների տներից է, կա ու միջոցառում կա այգում, ես ինչքան կտրուկա ջերմաստիճան է իջնում մեր մոտ, 19 աստիճան է, Սառնա, հա, լավ էր վերցրի, կասկածելով վերցրի, Աշոտն ասեց կմրսես, Բայց մի ամիս լավ տակերա, շոկերա էլ է։ Էլի գալու է շոկերը։ Չգիտեմ, չէ, մեկ էլ մյուս 5 շաբթուրմանից պարզանալ է քիչ։ Ոյ, մասը կամիա։ Բայց առայժմ չեմ հագնում, կարող է հագնեմ Աշոտ։ Հագի, մրսես։ Մի րոպե հեռախոսը անջատեմ։ Լավ միտք էր ժիլետ վերցնելը, ցուրտը։ Գնանք մի քիչ քայլենք, ընդհանրապես ուտելուց հետո ասում են 15 րոպե քայլելը շատ լավ է մարսողության համար։ Ասենք ուտելուց հետո ոչ թե նստել կամ պարկել, այլ դուրս գալ քայլել, մի 15 րոպե։ Հա մտածում եմ մի հատ կարելի նայել են վազքուղիներից առնել, որ երբ որ դուրս չենք գալիս, գոնե տանը վազանք, քայլենք, չվազանք, վազալ պետք չի քայլել։ Կնայեմ, հələ կարելի մարքեթ պլացում նայել։ Մի հատ փոքր էլի, որ հարմար լինի տեղաշարժելը։ Հեծանիվուն էինք տան, բայց ծունկս ցավում էր, որ քշում էի։ Աշոտն էլ չէր քշում, դրա համար էսա հեծանիվը ասեցի, լիքը հեծանիվ տեսա։ Իսկ թվում է այդ հյուրանոցը Աշոտ։ Հեծանիվը ասեցի, հեծանվորդներն եկան անց։ Շաբաթ կիրակի օրերը, հատկապես կիրակի օրերը դուրս են գալիս խմբերով, բան տենց հեծանիվ են քշում։ Էս աղբի օրն է, որ հանել դրել են։ Հա, բայց այս կանաչը երևի հա, ամեն երկուշաբթի տանում են ամառը։ Կանաչ տանում են։ Հա, մենք կանաչ չունենք, կանաչը այդ բնական աղբն է, բայց մենք չունենք այդ, անգամից մի աման մեջ ենք հավաքում, հարմար չի այդ աղբի ամանը դուրս ու ներս անելը, դրա համար ասում ենք ավելի լավ է երկու շաբաթը մեկ հանենք, քան թե ամեն շաբաթ ամանը դուրս հանեին, կանաչի դեպքում դες պետք է անեինք էլի, գնացինք, նայենք այգին ինչ վիճակում է, շաբաթ հետո, էլի տենց անխնամ չոր վիճակում է, ես ինչ է գրած, հեծանիվ ես կորցրել, հեծանիվը կորցրել են, եթե հեծանիվը այստեղ կանգնացնում են, նայք, այստեղ հեծանիվների կանգնացնելու տեղն է, այստեղ կպցրած է երև, ուրեմն, եթե հեծանիվը կորել է, գողացել են, առաջինը ոստիկանությանը տեղյակ պահեք, հետո մի հատ էջ կա, այս մեր քաղաքինն է հենց, կարան էդ էջում նայեն կորած ու գտած հեծանիվների համար է, ասենք մտնել նայել է, կորած ու գտած հեծանիվների մեջ կարող է գտնեն, երրորդը հեծանիվը գտել եք, ուրեմն տեղյակ պահեք, ասում է այս սայտում, հեծանիվը գրանցեք ասում է, հեծանիվը գրանցում են այդ սայտում, որ եթե կորի կամ բան, կարողանան գտնել, այդ ձևով ավելի ոնց որ գրանցված է հեծանիվը, եթե գողացված հեծանիվներ գտնեն, ոստիկանությունը այդ հեծանիվը հայտնաբերի, արդեն տիրոջը տեղյակ կպահեն, այստեղից սիրուն տեսարանը սկսվում, Ես ոնց որ աշունեղն է արդեն։ Մի ամիս անձրև չի եկել, բա ինչ ես ուզում։ Չոր, լավ, այդքան շոր, այդքան մարտազով էլ մահացել։ Գնանք են կողմ մի հատ, այստեղ էլ են, այս ծաղիկներից այստեղ էլ են դրել։ Գնանք նայենք հլը ջուրը ինչ վիճակի է, էլի նեխած է, իս ինչ էլ ցուրտ է, թևերսել են մրսուն։
Թավել քամի է։ Չես մրսում։ Չէ։ Ես ոնց որ մրսում եմ։ Բադիկ, մենակ ես։ Հա։ Գնացինք։ Այնա պատիներ գա, Այնտեղ էլ կային, հա, խմբով։ Ինչքան բադիկներ կան։ Ես էլ կենտրոնական փողոցա։ Այս տների ապրողները աղմուկից չեն նեղվում, տեսնես։ Այս շարքով տները, ժողովուրդ ջան, ես ասեցի, մի հատ էլ հիմա ասեմ, կախված է տան վիճակից, էլի արժեքը։ Կարող է մի, ասենք 200-250 հազար եվրոից սկսվի մինչև 300 հազար կամ ավել։ Կախված է տան վիճակից, կախված է ինչքան էներգիա ծախսում։ Սրանք թրջում, բայց ահագին ժամանակի ջրտակ մնում են։ Բայց նրանք բադիկ չեն։ Հա։ Հա։ Ես նրանց դրասնի շտաբի։ Հա, սրանք է, փասոն ասում մոտում ձկներ են ուտում։ Հələ դրանց նայի։ Նենց էլ անմեղ կանգնել է, ոնց որ իրանք չեն, էլի։ Ձկների վերջը տալիս։ Հա։ 400-500 հազար, այս շարքով տները։ Ինչքան սիրուն է, չէ՞ արտաքին տեսքը։ Հա, դե եթե նայեք արևային պանելները դրված են ու տեսքն էլ ինչքան լավն է շենքի, եթե ներսն էլ տես լավ է, ուրեմն իրոք շատ բարձր կլինի, աշուտի ասելով մի 400 հազար ավել կլինի կինը։ Այս ծառի ճյուղերը դեպի ներքև են թեքվել, նայ։ Ծանոթության տակ կախվել են։ Հələ, ինչքան սիրուն ծառա։ Գրել էիք մի անգամ անունը, բայց հիմա ով է հիշում։ Իհարկե չեմ հիշում։ Իբր մի քիչ անձրև եկա, բայց շատ քիչ էր։ Չջրեց բնությունը, բուսականությունը։ Չհետաքրքիր այն վերևը։ Չոր ճյուղը։ Էսից սիրուն է։ Լա պտուղները։ Ինչքան լավ բերք է տվել։ Ինչ է, այս կոնկրետ ես չգիտեմ, բայց սիրուն պտուղներ ունի։ Էսա։ Ահա։ Եկի չքամի է։ Ջուրը կեղտոտ ու բադիկները մեջը լողում են։ Նայեք լա։ Տեսակ ինչքան կեղտոտ է ջուրը։ Խաղում են երեխեքը։ Սրճարանը սարքել վերջացրել են, ուղղակի մարդ կար նստած, դրա համար չնկարեցի։ Աշուտն ասում եմ մոռացել եմ պորտմանս վերցնեմ քեզ հյուրասիրեի, ասի ժամին մեկա սուրճ չեմ խմելու, Աշուտ ջան, իզուր մնա հետո։ Այստեղ ոնց որ հավաքում են, շուրջ միջոցառում պետք է լինի։ Անցյալ տարի ժամանակները կար ինչ-որ բան, ինչն էր։ Ռուպեկ բերին համերգ։ Ինչ-որ համերգ էր, հա։ Հա, հա, համերգ էր, մեծ էկրան էին դրել, մեծ բեմ էին դրել ու բան էր, կենթանի հնչողությամբ համերգ էր, չոր արտիստներ էին։ Հա, ես կողմից, սա նայ հոսանք են անցկացրել։ Ծառ ու ծաղիկ, կանաչ ու թուփ չորացել են։ Մի քիչ անձրև եկա, վերեք։
Բայց դե ոչ մի դեր չխաղաց։ Այդ լավ ուժեղ անձրև է պետք։ Ու գնանք, ցուրտը մրսում եմ, գնանք տուն։ 19 Գլեշկա, 12, Գիշերը? Հա։ 19-ն է, իջնելու է 12 աստիճան։ 21 հելնելու։ Հելնելու։ Ռայտա գերնելու 26։ Ուրբաթ օրը 26։ Հա, լավ է, ահագին բարձրանում։ Այդպես 25-26 շատ լավ է։ 12 աշան է իմ դառնալ։ Դե դա ահագին ցուրտ է, հա։ Ձմեռն էլ երդեն սորեր եղնեմ 12 աշան։ Բա հիմա էլի 19 աստիճան ու սա ցուրտ է, այս մրսում եմ։ Ինչքան սիրն է։ Այս ինչ են։ Ոնց որ փուշ լինի։ Մեր սարեր, մեր դաշտերում փուշ էր աճում։ Ինքան ուրիշ տեսակի փուշեր, չգիտեմ։ Մաքրում ուտում էինք մենք մեջի բաները, այդ ցողունները։ Համով էին շատ։ Մանկության ամեն ինչն էլ համով էր։ Մանկության ամեն ինչը համով էր, որովհետև մաման պապան կային։ Ու դրա համար էլ ամեն ինչս այդ քաղցր հուշեր արթնացնում։ Մեր մանկությունը ուրիշ էր։ Գրած էր քաղաքապետարան։ Հա, բայց դա այգին էլ քաղաքապետարանն չի։ Հա, էլի։ Իրանց, բա չեն տեսնում ես այգու վիճակը։ Հա, ինչ-որ մեկը ուղղակի խոզությունն ա արել, նայեք։ Էսա։ Խոզություն, էսա։ Անշնորհք մարդիկ, եկել են այգի։ Դե որ այգու արժեքը չեք հասկանում, ինչ եք գալիս այգի։ Աշոտը ամեն օր գալիս է այստեղ, մարզվում է այս մարզասարքերով։ Արդեն սովորել է, պարտադիր գալիս է այս են այստեղ։ Երեխեքը սկեյթ են քշում։ Ֆուտբոլ են խաղում։ Մրցում է ինչա։ Հա։ Մրցվում են երևի Աշոտ, մրցույթ է։ Պարապմունք չի։ Գնացինք տուն։ Մտածեցի ինչ չեփեմ, ու որոշեցի չինական մակարոն ունեի, դրանով փլավ պատրաստեմ։ Իդեպ նոր թավան եմ օգտագործում, շատ լավն է, շատ գոհ եմ։ Ձիթապտղի ձեթ լցրի, դրա մեջ մանր կտրատած սխտուրը տապակում եմ։ Ավելացնում եմ գազարը, բարակ, սենց մի քիչ երկարավուն ձևով եմ կտրել, որ սիրուն լինի։ Ես էլ եմ 2-3 րոպե տապակում։ Ավելացնում եմ այս ուրեմն չինական կաղամբի ավելի կոշտ մասերը սկզբում եմ ավելացնում, որ տապակեմ հետը, իսկ այն բարակ նուրբ մասերը ավելի ուշ կլցնեմ։ 2 րոպե ես եմ տապակում ու ավելացնում եմ կանաչ պղպեղ, գույնի համար եմ կանաչը վերցրել։ 2 ճաշի գտած սոյայի սոուս եմ ավելացնում։ Բանջարեղենը նախնական մի փոքր աղ ու սև պղպեղ կանեմ, հետո ընդհանուր արդեն մակարոնի վրա նորից կավելացնեմ։ Ես էլ չինական կաղամբի փափուկ մասն է, մնացած բանջարեղենը արդեն բավարար չափով տապակել եմ։ Հիմա ես էլ մի հատ խառնեմ, այդ մակարոնը չինական 2 րոպեում պատրաստ է լինում։ Դրա համար այնպես եմ նախատեսում, որ ամեն ինչ միաժամանակ եփվի։ Ես էլ մի հատ լավ խառնեմ, մի փոքր եռացած ջուր եմ ավելացնում, որ մակարոնը միանգամից վրան ավելացնեմ։
Այս համով ասնդային արժեքն էլ այ է, դրա համար մեկ-մեկ առնում եմ սուպերմարկետից։ Տուփը այս տեսքն ունի։ Նորից մի փոքր աղ եմ ավելացնում, մի քիչ աղացած կարմիր պղպեղ, քաղցր պղպեղ այս։ Փորձում եմ խառնել, մի քիչ դժվար է հիմա խառնվում, էլի։ Մի փոքր էլ օրեգանո եմ ավելացնում։ Ծածկեմ 2 րոպե մնա ու վերջ, պատրաստ է արդեն։ Ասեմ, որ շատ համով է ստացվում։ Ես չորացած համեմ ու մաղադանոս մի փոքր ավելացրի, բայց կարելի է ավելացնել թարմ կանաչի, հիմա այս ժամանակ չունեմ թարմը կտրատել ավելացնելու։ Չորացած համեմը մաղադանոսն եմ ավելացնում։ Մի փոքր էլ հյութը թողնում եմ մեջը, ամբողջությամբ չեմ ջուրը քաշում, էլի, չեմ թողնում, որ ամբողջությամբ ջուրը քաշի։ Ահա, այս ձևով հիմա արդեն կանջատեմ։ Շատ համեղ է ստացվում։